Բարեկամներ ողջույն, մինչ օդանավակայան գնալը առաջարկում եմ մտորել այն հարցի շուրջ, թե ինչու Լեհաստանը Զելենսկուց ետ վերցրեց պետական բարձրագույն պարգևը։ Լեհաստանի նախագահ պարոն Նավրոցկին որոշեց Վլադիմիր Զելենսկուց ետ վերցնել սպիտակ արծվի շքանշանը, որը համարվում է Լեհաստանի պետական բարձրագույն պարգևը։ Պատճառը Ուկրաինայի կողմից մի զինվորական ստորաբաժանման անվանակոչումն էր ուկրաինական ապստամբական բանակի կամ UPA կոչվող խմբավորման պատվին, որը Լեհաստանում կապվում է Վոլոնիի ողբերգության եւ տասնյակ հազարավոր լեհերի կոտորածների հետ։ Պաշտոնական Վարշավան այդ քայլը, անվանափոխման քայլը, համարեց պատմական հիշողության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, իսկ պաշտոնական Կիևը սեփական պատմությունը գնահատելու ինքնիշխան իրավունք, եւ Լեհաստանին ասեց մեր ներքին գործերին մի միջամտեք։ Կարծում եմ շատ ծանոթ իրավիճակում ենք հայտնվել նաև մենք։ Բայց այս պատմությունը, որի շուրջ առաջարկում եմ մտորել, եւս մեկ անգամ իրոք ցույց է տալիս, որ հատկապես հարևան պետությունների միջև պատմական նույն իրադարձությունների, եղելությունների, այդ բարդ հարաբերությունների գնահատականները հաճախ էականորեն կարող են տարբեր լինել եւ դա նորմալ է։ Այնինչ մի ժողովրդի համար ազգային պայքարի, հարստության, ոգին բարձր պահելու խորհրդանիշ է, մյուսի համար կարող է կապված լինել ողբերգությունների, ծանր հիշողությունների եւ ինչու՞ չէ կոտորածների հետ։ Եթե պետությունները սկսեն իրենց պատմական քաղաքականությունը կառուցել բացառապես հարևանների ընկալումներին հարմարվելու սկզբունքով, ապա դա կարող է հանգեցնել պատմության անվերջ վերագնահատման եւ վերանայման գործընթացի, ինչը գործնականում եկեք անկեղծ լինենք, ուղղակի անհնար է։ Ինչ կա, դա կա։ Պետք է դրա հետ հաշվի նստենք։ Այդ իսկ պատճառով նման հարցերում անհրաժեշտ է պահպանել պատմական հիշողության նկատմամբ փոխադարձ հարգանքը, ընդունելով, որ տարբեր ժողովուրդներ նույն անցյալը հաճախ տարբեր կերպ կարող են մեկնաբանել, ընկալել, դասավանդել դպրոցներում եւ այսպես շարունակ։ Եվ դա եւս կարծում եմ շատ նորմալ է։ Բարեկամներ, այս պատմության ամենահետաքրքիր հատվածը ոչ թե պարգևի հետկանչումն էր, այլ ուկրաինական արձագանքը անսպասելի զարգացումներով։ Վլադիմիր Զելենսկին վերադարձրեց այդ շքանշանը, ընդգծելով, որ այն ընկալել է ոչ թե որպես անձնական գնահատական, այլ որպես ամբողջ ուկրաինացի ժողովրդի եւ բանակի նկատմամբ հարգանքի նշան, որ ժամանակին լեհերն են տածել։ Հետո դրա հետևից մի քայլ բարձրաստիճան գործիչներ, մի քանի գործիչներ, այդ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին ետ են վերադարձնում շքանշանը, իսկ հետո տեղի ունեցավ մի բան, որը իսկապես արժանի է իրոք ուշադրության։ Իրենց լեհական պարգևներից հրաժարվեցին նաև ուշադրություն Ուկրաինայի նախկին նախագահները Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յանուկովիչը, Պյոտր Պորոշենկոն, եւ սա հենց այն հարցն է, որի շուրջ առաջարկում եմ մտորել։ Իրանք քաղաքական հակառակորդներ են, իրանք մեղմասած ընկերներ չեն, շատ լուրջ առճակատումներ են տեղի ունեցել այս գործիչների մեջ վերջին տարիների ընթացքում։ Սա պարզապես համերաշխության ակցիա չի, սա պետական մտածողության փայլուն դրսևորում է, որը գոնե ինձ մոտ որոշակի նախանձ է առաջացնում։ Երբ հարցը վերաբերում է երկրի հեղինակությանը, արտաքին քաղաքական դիրքավորմանը եւ պետական արժանապատվությանը, ներքին հակասությունները պետք է որ երկրորդ պլան մղվեն, եւ մենք տեսնում ենք, որ դա Ուկրաինայում աշխատում է։ Կարելի է չսիրել գործող նախագահին կամ բարձրաստիճան ղեկավարին, ունենալ հարյուրավոր քաղաքական տարաձայնություններ, բայց երբ արտաքին ճնշման կամ նվաստացման տպավորություն է ստեղծվում պետության հասցեին, նախկին ղեկավարները կանգնում են պետության ու պետականության կողքին, գործող իշխանության կողքին։ Սա հայրենասիրական եւ պետականամետ վարքագծի դասական օրինակ է, որը արժանի է իհարկե գովեստի։ Նորից եմ ասում, քաղաքական առումով սա շատ մեծ նախանձ է առաջացնում գոնե ինձ մոտ։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք մեր հայկական իրականությունը, մանավանդ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում։ Կարող եք պատկերացնել, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար, որևէ ամենակոշտ ընդդիմախոսը մեկ դրական խոսք ասած լինի Փաշինյանի մասին։ Էլ չասեմ հանուն պետական համերաշխության հանկարծ հրաժարվի որևէ պարգևից։ Թվում է թե գիտաֆանտաստիկ ժանրից եմ չէ խոսում, բա որ ասում եմ նախանձելի է,
Մեզ մոտ ցավոք քաղաքական պայքարը վաղուց անցել է պետական շահի բոլոր հնարավոր եւ անհնար սահմանները։ Այնպիսի տպավորություն է, որ որոշ նախկին պաշտոնյաների համար Հայաստանի պետականությունը եւ պետական շահը հաճախ երկրորդական է աշխարհքաղաքական նախասիրությունների համեմատ, մանավանդ ոչ ասենք նրանք ազգով տակով մի քանի անձնագիր ունեն գրպաններում դրած, բայց դա էլ է ուրիշ պատմություն։ Նրանցից շատերին տարիներ շարունակ տարբեր շրջանակներ, բաց եւ փակ, մեղադրում են ոչ թե հայկական, այլ օրինակ ռուսական շահերի սպասարկման մեջ։ Եվ երբ լսում ես հերթական երթումները, թե Հայաստանի միակ փրկությունը, օրինակ, միութենական պետության մեջ է Ռուսաստանի հետ, ակամա հարց է առաջանում. որտեղ է ավարտվում քաղաքական համոզմունքը եւ որտեղ է սկսվում հիվանդագին կախվածությունը։ Հոգեվոր դասին բաժանած մեդալներով, պուտինյան գովասանագրերով եւ գործակալական ցանցի մասին նույն այդ պրոցեսներով հանդերձ ուր ենք մենք պատրաստվում գնալ։ Ուկրաինայի օրինակը, որի մասին քիչ առաջ խոսեցինք, այս նախագահների, այսպես ասած, ժամանակավոր գոնե համերաշխությունը ցույց է տալիս, որ պետական մտածողությունը չի չափվում հազարամյակներով, դարերով, հնագույն քարտեզներով կամ անվերջ պատմական որոշակի կենացներով եւ թագավորական արքունիքներով։ Հեգնանքը այն է, որ ուկրաինացիները մեզ նման չեն սիրում ամեն առիթով դոշ ծեծել իրենց բազմահազարամյա անցյալով, նոյան տապանից սերելով եւ այսպես շարունակ։ Ուկրաինան նույնիսկ չունի այն քաղաքակրթական հնությունը, որ մենք հաճախ ցույց ենք տալիս եւ որը որ պատմական փաստ է։ Բայց տեսեք, թե ինչպիսի պետական ռեֆլեքսներ են դրսևորվում գործող եւ նախկին նախագահները, նույնիսկ լինելով քաղաքական հակառակորդներ, կարողանում են մեկ գծի վրա կանգնել, երբ խոսքը վերաբերում է երկրի, պետության, ժողովրդի արժանապատվությանը։ Ցավոք, այդ մշակույթից մենք դեռ շատ ու շատ հեռու ենք։ Եվ գուցե հենց սա է մեր ամենամեծ խնդիրը, ոչ թե պատմության պակասը, այլ պետական մտածողության պակասը։ Այս հրաշուրջ եմ առաջարկում մտածել, իսկ մենք կհանդիպենք արդեն Երևանում։ Մտածեք այդ ուղղությամբ։